Մակինյանի հետ Մակինյան, թե դատական նիստը դրամփակ ռեժիմով շարունակվեց, այդուհանդերձ մի փոքր պարզաբանում ինչ հարց քննարկվեց եւ ինչ որոշում կայացվեց։ Փորձեմ իրավական պարզաբանում տամ, ուրեմն ձեր ներկայությամբ ես ներկայացրեցի հիմնավորումներ, որ մենք քննարկելու ենք հարց, որը օրենքով պահպանվում է, հարգելով իմ ներկայացրած միջնորդության հիմնավորումները եւ օրենքը Հայաստանի Հանրապետությունում գործող, այդ մասին ցավում եմ չեմ կարող խոսել։ Եթե էլի հարցեր կան, խնդրեմ։ 30 միլիոն գրավը մնաց անփոփոխ եւ բացակայելու արգելք խափանման միջոցով վերացվեց պարոն Մակինյան։ Ուրեմն տեսեք, պարոն նախագահի նկատմամբ դուք գիտեք, որ 4 քրեական գործ է քննվում եւ տարբեր քրեական գործերով տարբեր խափան միջոցներ կան կիրառված։ Ուրեմն այսօրվա ռեժիմը այդ խափան միջոցները կիրառում է, պահպանում է եւ բոլոր տեսակի անհարմարությունները ստեղծում է պարոն նախագահի համար, այդ մասով հանգիստ եք։ Ես հանգիստ լինելու խնդիր չունեմ, ես ձեզ հարցնում եմ ներկայացնելու, որ եւս դրամփակ նիստում եղավ ներկայացրեցիք, ինչ որոշեց։ Դատարանը որոշեց խափան միջոցը պահպանել։ Հասկանալի է։ 30 միլիոն գրավը։ Ես ձեր հարցին պատասխանեցի։ Դա հրապարակման ենթակա է, դրամփակ նիստում, եթե նույնիսկ քննարկվել է որոշման մասը խափանման միջոցի, ձեր հարցին պատասխանեցի։ Ես ձեր բոլոր հարցերին պատասխանում եմ։ Հանրությունից թաքցնել տարակարծություններ չկա։ Տեղեկացանք, որ խափանման բացակայելու արգելքը վերացել է եւ գրավն է միայն մնացել։ Ուրեմն տեսեք, բացակայելու արգելքը ավելի խիստ մեղադրանք է պարոն նախագահի համար, քան այն մեղադրանքները Այո, ես դրանով դնում եմ մեղադրանք։ Այո, ինչի հիմա կասեմ ինչի է դա մեղադրանք։ Քան այն բոլոր շինծու մեղադրանքները, որոնք կան։ Ինչի, որովհետև բարձրաբանում եմ հարգելի արարքցես, խափան միջոց բացակայելու արգելքը կիրառվում է այն տրամաբանությամբ, այն բանի համար, որ անձը կարող է թաքնվել Հայաստանի Հանրապետության սահմանը հատելով իր անձը հաստատող փաստաթուղթը օգտագործելու միջոցով հարց են բարձրացնում կա մարդ, ողջամիտ մարդ չափահաս ողջամիտ մտածող մարդ, որ մտածում է, որ հանրապետության երրորդ նախագահը ունի այդպիսի մտադրություն, ցանկություն կամ այդպիսին իրագործելու ինչ-որ նպատակ։ Այդպիսի չի կարող լինել, դա բացառված է։ Դուք բոլորդ էլ գիտեք, ես այդպիսի միջնորդություններ ներկայացրել եմ նաև տխրահարճակ դիզելի գործով, պարոն նախագահը լինելով մեղադրել այդ գործով, դատարանի թույլտվությամբ մեկնել է Հայաստանի Հանրապետությունից աշխատանքային այցերով եւ դատարանի կողմից նշանակված ժամկետին պատշաճ ներկայացել, ինչը դուք փաստեցիք այսօր պարոն նախագահի անձամբ տեսնելով։ Այսինքն թաքնվելու մասին խոսելը դա խելագարության կանխավարկածից բխող խոսույթ է։ Դրա մասին ընդհանրապես խոսել չի կարելի, որովհետեւ դա աբսուրդ է։ Բացակայ խափան միջոցները ընդհանրապես ինքնանպատակ չեն կիրառվում։ Եվ որպես լրագրողներ ձեզ խնդրում եմ հարցում կատարեք Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, քննչական կոմիտե եւ դատարաններ։ Պարզեք թե քանի անձի նկատմամբ է բացակայելու արգելք խափան միջոց կիրառված։ Դա բացակայելու արգելքը ինքնին բավականին խիստ խափանման միջոց է։ Ու դա ինքնանպատակ շատ դեպքերում առավել եւս պարոն նախագահի դեպքում կիրառվել է։ Դեռ նորից եմ ասում դրա համար ես ձեզ ասացի, որ դա շատ ծանր մեղադրանք է։ Մեզ ուղղված։ Մյուս գործերից քանիսը էլի կա, որ բացակայելու արգելք հայտարարված խափանման միջոցով ճիշտ եմ հասկանում։ Սա մի կողմ, այն մյուս գործերով էլի կա բացակայելու արգելք խափանման։ Ուրեմն դիզելի տխրահարճակ գործով ընդհանրապես կա օրինական ուժի մեջ մտող դատական ակտ, որով խափան միջոցը վերացվել է։ Որովհետև միացված գործերով կիրառված են տարբեր խափան միջոցներ։ Այո, այո։ Մի գործով ընդհանրապես վերացված է։ Լավ եղեք, ստացվում ձեզ։ Thank you.